Կտրիչ Ներսիսյանը այսօր պսականում է, թե չէ։ Այսօր երեք մենք բոլորս սկացել ենք, երեք մենք բոլորս հարգել ենք մեր զոհերի հիշատակը։ Եկեղեցին այսօր պսականում է, թե չէ։ Պսականում է, թե չէ։ Պսակ անում է, թե չէ եկեղեցին այսօր։ Անում է այսօր պսակ, գնացեք եկեղեցիներ, տեսեք։ Բա այդքե չեք գնում Կտրիչ Ներսիսյանին տենց հարցեր տալի, բա ոնց կարելի է հաջորդ օրը պսականը։ Այդ ինչ եք խոսում, Ժորժ։ Այդ երկներեք էլի դու հազար ներողություն։ Այսքան վաղ չեմ տեսել, որ գնաք այն օլիգարխների հարսանիքների դեմը կանգնեք, ասեք։ Ասեք, ես ինչ հարսանիքներ եք անում աշխարհացունց։ Այդ հիշում եք այն իրանցի բանի ժամանակ, բանի օրերին են, որ ողբ էին կապել էլի, բայց իրանք ստեղ ամենաթանկարժեք ռեստորաններում ամենաթանկարժեք հարսանիքներն էին։ Դե հասարակ քաղաքացիները տոնելու, կյանք անելու իրավունք չունեն, պետքա սքան, իսկ օլիգարխներն է պետքա մշտական կներեք արտահայտությանս համար կայֆերի մեջ լինեն։ Չէ, այսօր քաղաքացու օրն է, ու քաղաքացին այսօր տոնում է, որտեղ այս քաղաքացին է եւ Հայաստանի Հանրապետության հիշատակի օրերը հարգողը եւ Հայաստանի Հանրապետության տոները տոնողը։ Ու կներեք այդ մարդկանց այդ մշտական ողբի, լացի, չգիտեմ ինչի մեջ պահելու ձեր տակտիկան ուղղակի ֆիզիկապես չի աշխատելու։ Պատերազմի օրերին օգնություն է տրամադրվել զինվորների մի շարք հագուստներ են այստեղ պարագաներ զինվորական եւ հորված են Հայանից ջուղում։ Սրա վերաբերյալ ինչ մեկնաբանություն կտակ զինվորների։ Ես չգիտեմ այդ ինչ նկարները։ Ես չգիտեմ, կներեք, հիմա եկել եք ինձ ոտի վրա նկար եք ցույց տալի, ասում եք ինչ մեկնաբանություն կտակ։ Առավոտվանից սա համացանցում։ Առավոտվանից համացանցում չտեսա ով է տարածողը, բայց ես դա չեմ տեսել, կներեք, ես հիմա ոտի վրա ինձ վերել նկար եք ցույց տալի։ Ես հիշում եմ, որ զինվորներին տրամադրված օգնության մի ահռելի քանակ օրինակ ժամանակին գտել էին գեներալ Մանվելի մոտ։ Տենց մի բան հիշում եմ։ Այդ դեպքի արդիվ եղել է քննություն, եղել է բան, նոր մարդիկ կարողացել են կարծիք հայտնել։ Հիմա դուք բերել եք ոտի վրա, բան նկար եք։ Սա առավոտվանից համացանցում տարածում է պարոն Ալեքսանյան։ Ես չեմ տեսել, չեմ կարա ոտի վրա։ Համակարգը դեռ չի անդրադարձել սրան։ Ինչ գիտեք։ Պարոն Ալեքսանյան, ես ներողություն եմ խնդրում, եթե պայմանական վերցնենք, ձեր տանը սուկ լիներ, դուք հաջորդ օրը տոնակությունություն կազմակերպեիք։ Չէ, կներեք, Տիկին ջան, չի կարելի։ Ինչ։ Նախ ես իսրտե կամենում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից եւ ոչ մեկի տանը սուկ չլինի։ Ես իհարկե հասկանում եմ, որ նաեւ ձեր լրատվամիջոցի, նաեւ մյուս ընդդիմադիր լրատվամիջոցների բոլորի տերերն անխտիր մաղթում են, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների տանը ամեն օր սուփ լինի։ Ես ձեզ ասում եմ, նրանց այդ մուրազը իրանց փորում է մնալու։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տներում ամեն օր սուփ չպետք է լինի։ Հիմա սա ավելի շատ միավորում է, թե պարակվում է։ Տեսեք, հիմա դուք պարակտված հանրություն եք տեսնում։ Ես հասկանում եմ, որ դուք մեծ ջանք եք դնում, որ պարակտեք։ Դուք գալիս եք այստեղ մարդկանց փորձում եք բուլինգի ենթարկեք, բայց ակնհայտորեն տեսնում եք, որ չեք տեսնում։ Չի ստացվում ձեր մոտ դա, ժողովուրդ ջան, չի ստացվում։ Ասենք 4 օր ասենք ամեն ձևով փորձում եք մարդկանց բուլինգի ենթարկեք, կարողացաք, մի հատ տեսեք այս մարդկանց, կարողացաք, հաջողեցիք, չհաջողեցիք, չէ, չհաջողեցիք։ Դուք ուզում եք, որ ընդդիմությունը ամենաթանկարժեք ռեստորաններում ամենօրյա կայֆեր անի, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տանը նստած սքան ու փողոց դուրս գալու տոնտոնելու իրավունք չունենան։ Չեք հաջողելու։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամենահետաքրքիր օլիգարխից էլ ավելի արժանի է տոներ ունենալու։ Ես եթե չեմ սխալվում մասնավոր միջոցառում է սա, բայց այ օրինակ ձեր լրատվամիջոցը ինչ ֆինանսական միջոցներով է գոյատևում։ Որտեղ է հրապարակված։ Եկեք նայենք հիմա, հենց հիմա նայենք։ Եկեք, բարև ձեզ։ Այո։ Մեռնեմ ձեզ։ Ապրես շատ, մայրիկ ջան, ապրեք շատ։ Չի կարելի, մի վիրավորեք, չի կարելի մենակ։ Ես շատ եմ սիրում։ Այ օրինակ ճիշտ է, լրագրողը հարց է տալի, ինչի համար եք սիրում։ Չէ, օրինակ լրագրողը հարց է տալի, ինչի համար եք սիրում ինձ։ Եկեք պատասխանեք խոսքի։ Լրագրողը տրիբյուն եմ, չէ։ Ձեր նման թալան։ Չի կարելի, մայրիկ ջան, վիրավորել չի կարելի։ Չի կարելի վիրավորել, մայրիկ ջան։ Համբերություն ունեք դուք, պարոն Ալեքսանյան։ Հա, ես ինչ համբերություն ունեմ։ Սրանց դատաստան։ Ժողովուրդ, խնդրում եմ, չի կարելի։ Իրանց կարելի է։ Ես
Ես մայրիկ ջան, ես ձեզ խնդրում եմ չի կարելի։ Ինչի՞ է սուտ Չի կարելի, չի կարելի, մայրիկ, չի կարելի։ Էլի կա ստել տարածեք։ Ներողություն դուք որ ավարտեք մեկ րոպե Հա, իհարկե, եկեք նայենք հիմա, չի կարելի, մայրիկ, խնդրում եմ։ Այնքան սուտ են տարածում։ Չի կարելի։ հանգիստ մնացեք այսօր այդ օրը չի։ Պարոն Ալեքսանյան, հարային միջոցառում է այսօր։ Հա, բայց մի հատ նայենք ձեզով է ֆինանսավորում, ձեզ ֆինանսական թափանցիկությունը, քանի որ ձեզ հետաքրքիր, որտեղ նայեմ, տրիբյուն եմ մտել, որտեղ նայեմ։ Ինչ, որտեղ։ Հա, որտեղ, կայքը մտել եմ, որտեղ հրապարակված։ Ասեք, որտեղ է նայեմ։ Դուք չգիտեք ձեր Պետքա մեր որտեղ է։ մասին մտնենք, մեր մասին վերաբերյալ։ Որտեղ է մեր մասին Ալեքսանյան, բացի։ մնացած Իհարկե, մեր մասին, հա, տարիների մտանք մեր կառավարությունն է տրամադրում ֆինանսավորում, օրինակ 2019 թվականին Ուրա, կառավարությունն է չկա, տրամադրել։ կներեք, ասում եք կա, բայց չկա։ Մեր մասին բաժնում գրածա մենակ, որ 21 թվականից գործում ով է ֆինանսավորում ձեր լրատվականը։ Հա, անկախ հարց չկա, ով է ֆինանսավորում։ Ոչ ոք չի ֆինանսավորում։ Միկրոֆոնը ինչ գումարով է կարե օրինակ։ Ֆանտաստիկ է ձեր տնօրենը, ինչ ասեմ, ձեր տնօրենի անձնական միջոցներով։ Եղավ, հասկացանք։ Սիրելի քաղաքացիներ, եթե դուք հավատում եք, որ իրանց տնօրենի անձնական միջոցներով են գնել, ձեր իրավունքն է, ես չգիտեմ, ասեք։ Մնացած օրինակ 2019 թվականին կառավարությունն է բյուջե տրամադրել քաղաքացիները կազմակերպելու։ Այս տարի նույնպես կառավարությունն է տրամադրել։ Կոնկրետ այս միջոցառմանը, եթե չեմ սխալվում, սա մասնավոր է, բայց կառավարությունը ուրիշ միջոցառումներ մարզերում օրինակ արել է։ Գիտեմ, որ արել է, բայց մանրամասն չեմ կարող ասեմ, կգմսն ձեր հարցին շատ ավելի մանրամասն կպատասխանի։ Ձեզ հարցնում առաջարկում այսօր։ Տարբեր, շատ լինում է, որ ուղղակի շնորհավորում անցնում են, նկարվում են քաղաքացիների հետ, լինում է, որ ինչ-որ հարց կամ խնդիր են ունենում, նաև օրինակ չգիտեմ, դատական համակարգի հետ կապված հարց, այս մի տեսակի հարց, այն մի տեսակի հարց, լինում է, որ նաև այդ հարցերով են մոտենում, շատ ավելի։ Համարում Հայաստանի Հանրապետությունում ամենալրջագույն եւ առաջնային լուծում պահանջող խնդիրը։ Իմ կարծիքով իրականում անկախությունից ի վեր նույնիսկ Հայաստանի Հանրապետության առաջնային ու ամենագլխավոր խնդիրը եղել է դեմոգրաֆիական խնդիրը, որը սակայն ի ուրախություն բոլորիս 2025-ի տվյալներով դրական տեղաշարժ ունենք, ու 2025-ը երկար տարիների վեր առաջին տարին է, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներհոսք ունենք Հայաստան, այսինքն գնացողների ու եկողների տարբերությունը +8000 է, 8000 քաղաքացի հետ է եկել Հայաստան, 8000 քաղաքացի ներհոսք ունենք փաստացի, ու սա չափազանց կարևոր իրավիճակը։ Այսօր ոնց եք պատրաստվում ձեր օրը նշել, ոչ որպես քաղաքական գործիչ, որպես Դե այստեղ եմ, այստեղ բոլորիդ աչքի առաջ, ավելի ինչ-որ տենց թափանցիկ բան չեմ կարող պատկերացնել, այստեղ բոլորիդ աչքի առաջ։ հյուրասիրություն, ներողություն օգտվելու եք այս տաղավարներից, Իհարկե, խորոված օտոկ եւ այլն։ արդեն սկսել ենք, հա, կօգտվենք միանշանակ։ Ձեզ էլ եմ խորհուրդ տալի։